Զգացումները երկակի էին, որպես Ջեմալ Փաշայի թոռ ինձ համար իհարկե շատ տհաճ էր, որովհետև ես գիտեի, որ իր պապը ինչ է արել, նա մեր ժողովրդի, ես արդեն որպես մեր ժողովրդի զավակ եմ խոսում, մեր ժողովրդի հիմնական գլխավոր ոճրագործներից մեկն է եղել։ Իսկ մյուս տեսակետից ես ունեի մի փոքր առավելություն, որովհետև նա գիտեր, որ իմ պապիկը իր պապիկին սպանել է եւ նա գիտեր ինչի համար է դա արել։ Եվ այստեղ հնարավորություն էր տրվում երկխոսությունը ավելի ուրիշ հարթությամբ քննարկել, որովհետեւ ինքը հասկանում էր արդեն ում հետ գործ ունի, ինքը հասկանում էր ինչա կատարվել, շատ լավ գիտեր եւ արդեն շատ ավելի հեշտ էր իմ ու իր խոսակցությունը։ Ես մի դրվագ պատմեմ, ես իրեն ասեցի, ուզում ես պատմեմ քեզ վերջի պահին պապիկիդ գործողության ժամանակ, սպանության մի քանի վայրկյան առաջ իմ պապիկը քո պապիկին ինչ է ասել։ Եվ նա այսպես զարմացավ, դադար վերցրեց եւ համաձայնվեց, որ ես պատմեմ։